Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի շահագրգիռ եւ հետաքրքիր քննարկումների համար եւ ուզում եմ բյուջեին մի այլ տեսակետից կրկին նայել, որի առաջարկը արել եմ նաև հանձնաժողովների մակարդակում քննարկումների ժամանակ, ըստ էության գաղափարը հետևյալն է, որ մենք պետական բյուջեն քննարկելիս պետք է եւս մեկ անգամ արձանագրենք, որ ըստ էության բյուջեն պետականության ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է։ Չեմ հոգնի կրկնել, բերելով հետևյալ զուգահեռը եւ համեմատությունը։ Կառավարությունը բաղկացած է 14 անդամից։ Ինչով է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուրիշ ցանկացած 14 հոգուց, որովհետև Հայաստանում ուրիշ 14 հոգիներ կարելի է տասնյակ հազարավոր 14 հոգանոց ցուցակ կազմել։ Տարբերվում է կառավարությունը ըստ էության մյուս 14 հոգիներից միայն մի բանով, որ այդ 14 հոգին կառավարում է երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները եւ ամենամեծ ֆինանսական միջոցը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, եւ ես կուզենայի, որ մենք պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք, իհարկե խոսքից վերջում կփորձեմ նաեւ հակառակ տրամաբանության մեջ նայել, որովհետեւ այո, պետություն, պետականություն ասելով, անկախություն, ինքնիշխանություն ասելով առաջին հերթին կամ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ելի ուզում եմ կրկնել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա նույնիսկ մի մարդ, որի անձնական կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում, եւ չկա բացարձակապես, չկա այդպիսի մարդ, Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, ընդ որում Հայաստանի Հանրապետության ոչ միայն քաղաքացի եւ բնակվող, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է եւ հետեւաբար մենք բոլորս պետք է այս ընկալումը ավելի խորացնենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն նաեւ մյուս կողմից մեր բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է եւ սա պետության եւ պետականության կարևորագույն ատրիբուտ եւ հատկանիշ է։ Այս համատեքստում ես ուզում եմ որոշ տպավորություններ եւ մտքեր կիսել ձեզ հետ, որովհետեւ որը կարող է թվալ թե կապ չունի պետական բյուջեի հետ, բայց իմ կարծիքով շատ ուղիղ կապ ունի, առնվազն պետության եւ պետականության հետ։ Ես բազմիցս եմ այս հարցը առաջադրել եւ նաեւ հրապարակային խոսել եմ այդ մասին, որ շատ կարեւոր է մեզ համար մանավանդ մեր առաջադրած խնդրի համատեքստում ռազմավարական, ազգային անվտանգության ռազմավարական խնդրի համատեքստում, որն է Հայաստանի Հանրապետության պետականության հարատևությունը, շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ։ Սա կարող է թվալ շատ պարզ հարց, բայց ինքը ունի շատ կարևոր շերտեր եւ նրբություններ։ Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6.5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, ես գալիս եմ մի հետևյալ
անխուսափելի եզրակացության։ Մեր միջին վիճակագրական իմիջը աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ նահատակ։ Եվ սա էլի եմ ասում իմ ստացած տպավորությունների, շատ եմ մտածել սրա մասին, հիմնավոր տպավորությունների արգասիքն է։ Եվ ընդհանուր առմամբ այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհի, հետևյալն է, որ մեր կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք։ Ընդհանրապես պիտի ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ, անկախ նրանից ինչքան է դա ձևակերպված եղել եւ ինչքան ձևակերպված չի եղել։ Եվ մեր միջին վիճակագրական արձագանքը այս իրադրությանը եղել է եւ ինչ որ առումով որոշ ժամանակ շարունակել է մնալ հետեւյալը, որ ազգ նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ բանակն է։ Բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ համոզված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները եւ մտածումները բերում են այն եզրակացության, որ ազգ բանակը ազգ նահատակ բանաձևի տրամաբանության եւ շարունակության մեջ է։ Մենք շատ ենք ընդհանրապես խոսել եւ շարունակում ենք խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի բանակի կամ ազգ բանակի կամ պետության բանակի մեր ընկալումը, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգ բանակ ընկալումը ազգ նահատակ ընկալման շարունակությունն է եւ բխում է նրանից, որովհետեւ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Դե մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, եւ սա ճիշտ օրակարգ է, եւ մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը։ Բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք, իսկ մենք ինչքան եւ ումից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետեւ ինչպես այս ամբիոնի տառիթ ունեցել եմ ասելու, պիտի այս հարցում մենք շատ հստակ կողմնորոշվենք եւ ուղիղ եւ անկեղծ ուղերձներ փոխանակենք եւ կիսենք մեր ժողովրդի հետ։ Ուժեղ ումից։ Ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք։ Իսկ քանի համադրված բանակների մենք պետք է ավելի ուժեղ լինենք։ Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ մենք կարող ենք եւ պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ։ Իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, այսպես կոչված թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք։ Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ 3 երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ 4 երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ 5 երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումից ինչքան ուժեղ բանակ պետք է ունենանք։ Այսինքն, սա մի խնդիր է, որին մենք պետք է արձագանքենք եւ պետք է պատասխանենք, բայց ես ինչի համար եմ սա ասում։ Ես ասում եմ այդ թվում վերլուծելով մեր մոտեցումները, այդ թվում նաև մեր սխալները, որոնց ես ավելի ուշ կանդրադառնամ, բայց ես չեմ ուզում մենք փակողի մտնենք, ես ուզում եմ նաև լուծում առաջարկել։ Ես ասում եմ, որ ազգ նահատակ, ազգ բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, պարզապես պետության
տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն բացառապես սեփական շահերին համապատասխան։ Այսինքն, պետությունը ունի կոնկրետ տարածք պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայինորեն ճանաչված կոնկրետ տարածք եւ գործում է միայն ու միայն այդ տարածքի միայն ու միայն, հասկանում եք, միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան։ Իսկ որոնք են այդ շահերը, նախկինում ես սրան անդրադառնալու առիթ ունեցել եմ կիսելու համար իմ համոզմունքը, որ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ զարգացումը։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան, որը իմիջայլոց ասեմ, այդ պարզ թեմա չէ, ինքը տասնյակ շերտեր ունի, արտաքին քաղաքական, ներքաղաքական, աշխարհքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ ինչ եմ սա ասում, որովհետեւ եթե ոմանց կթվա թե այս հարցը պրիմիտիվացնում եմ, ես ընդհակառակը հարցը ավելի բարդացնում եմ, որովհետեւ սա շատ բարդ մոտեցում է։ Եվ երկրորդը պետք է պետությունը ինքը իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված եւ ընդունված կանոններով եւ օրենքներով։ Ես սա ասում եմ հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված օրենքները եւ կանոնները բոլորը եւ ամենտեղ ոտնահարում են ով որտեղ եւ ինչպես ուզի։ Դիրեք մենք շատ ենք խոսում այն մասին, որ մենք մեր խնդիրներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք։ Իմ կարծիքով հենց այս է ասիմետրիկ ռեակցիան, երբ որ բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որը ինքը իրեն հռչակում է եւ ինքը իրեն սահմանափակում է միջազգային հարահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան։ Բայց ես չեմ ուզում միտքը կիսատ թողնել այստեղ եւ ուզում եմ վերադառնալ բանակին։ Այս պայմանների արկայությամբ, որ բանակը մեր մտածած ուժեղ եւ մարտունակ բանակը կարող է լինել էֆեկտիվ։ Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի, ինչպես ասել եմ, առաջին գծում բանակը չէ։ Բանակից առաջ կան բուֆերներ։ Որոնք են այդ բուֆերները։ Օրինակ, տնտեսական փոխկախվածությունները։ Որից առաջ կա ուրիշ բուֆեր։ Որն է այդ բուֆերը։ Միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը եւ ամենուր, բայց եթե բոլորը եւ ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է այդ կանոններին հավատարիմ լինել, այդ հավատարիմ պահպանելը դրական գործելակերպ է եւ այդ դրական գործելակերպը ձևավորում է եւս մի բուֆեր բանակից առաջ, հիշում եք, ես խոսում եի մեր այն զինվորից առաջ, որի ուսերին մենք ինչ բեռ ասես դնում ենք։ Եվ այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել արդարացված եւ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգություն, անվտանգության շղթայի մեջ որպես մի եւ հերթական օղակ։ Ընդհանրապես այս դահլիճում եւ մեր հասարակության մեջ շատ է քննարկվում արդարացիորեն արտագաղթի թեման։ Ես կարծում եմ, որ մենք այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության։ Գիտեք, 90-ականների սկզբից մենք անընդհատ խոսում ենք, որ արտագաղթ եւ արտագաղթի համար բերում ենք
տարբեր պատճառներ, սկսած անարդարություններից, վերջացրած սոցիալական անարդարությունները, իրավական անարդարությունները, ենթակառուցվածքների վատ վիճակը, բիզնես միջավայրը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչը բոլորը ճշմարիտ են։ Բայց նաեւ թույլ տվեք կիսել ձեզ այդ իմ տպավորությունը, որ այս բոլոր միջև հիմա մեր թվարկած պատճառները բոլորը լինելով ճշմարիտ, որոնք ընդունված է հրապարակայնորեն խոսել դրա մասին, ոչ մի սահմանափակում չկա։ Դրանք պատճառներ, այդ բոլորը ինչ որ մենք միջև հիմա թվարկել ենք, այդ բոլորը այո պատճառներ են, բայց դրանք պատճառների 10-15 մաքսիմում 20%-ն են։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90%-ով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ։ Այո, 12-ը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ 13-րդը կարող է լինել արդարության պակասը, բայց եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում եւ որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, որովհետեւ մենք դրա մասին խոսել ընդունված չի, մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի, քաղաքացիական կարգավիճակի մասին, չենք խոսել դրա մասին, օբյեկտիվորեն, ես ուզում եմ ճիշտ ասեմ, ես հիմա չեմ թիրախավորում ոչ մեկին, բայց մենք պետք է իրար աչքերի մեջ նայենք եւ ասենք, որ այո, այդ մեր հարգարժան, ես նախորդ նիստում անդրադարձա, երբ որ մեր գործընկերներն ասում էին, որ հերոսներին վարկաբեկում էինք, սել ասի, որ հերոսներին, որ ավտոմատով մտնում էին, ասում են, հələ դավայ ստեից, այս քունը չի այլևս, մենք պետք է խոստովանենք, թե այս իրադրության պատճառով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի թողել գնացել, ասելով, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում ապագա չկա եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքական էլիտայի, քաղաքական մտավոր էլիտայի ամենաշատ մեջբերվող վերնագիրը կարծում եմ առնվազն Հովհաննես Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է անկեղծ չենք։ 30 տարի մենք այդ ով ինչ ասի, ով ինչ խոսում ենք, մի X պահի գալիս ենք, ասում ենք Հովհաննես Թումանյան, գիտեք ժամանակին ինչա գրել, որ մենք անկեղծ չենք։ Եվ շարունակում ենք անկեղծ չլինել։ Ես էլ միանամ այդ հոծ քաղաքական մշակութային եւ մտավորական բանակին ասելով, հղում անելով Հովհաննես Թումանյանի անկեղծ չենք հոդվածը, բայց ես նաեւ պիտի անկեղծ լինեմ ինչքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այնքան էլ վերնագիրը մեջբերելուց հետո։ Մեր ընդդիմության հարգարժան գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում, դահլիճից դուրս սոցիալական ցանցերում անդադ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը Արցախը Հայաստան է եւ վերջ եւ անընդհատ այդ բան են անում, բերում են հարթակ եւ ես այսօր պետք է դրան անդրադառնամ։ «2018 թվական կամ 17 թվական կամ 16 թվական Ղարաբաղը ինչ է։ Ղարաբաղը անկախ պետություն է։ Չէ։
որովհետև անկախ պետությունը ունի իր ատրիբուտը, մինչև մի մեր բարեկամներն է, ոչ բարեկամներն էլ ասում են, թե տենց էլ ճանաչեիք։ Ընդ որում մենք, որ մեզ վերագրվում է դավաճանական, բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել, դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ ա եղել, որ ճանաչենք։ Մենք ասել ենք, չէ, Ղարաբաղը անկախ պետություն չի։ Շատ լավ, Ղարաբաղը Ադրբեջանը, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չի, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է, թե ինչ բանի կարձագանքեր։ Ղարաբաղը Հայաստանը, չէ, Ղարաբաղը Հայաստան չի։ Լավ ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի։ Ինչա։ Ինչ Ղարաբաղը ինչ է բա։ Ինչով է սա կարևոր։ Սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ։ Հարգելի գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս։ 9 ամիս անց պետք է մի որևէ բան մաքսիմում 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա։ Պետք է կամ ծնվի երեխան, կամ պետք է չծնվի մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով կամ սրանից բխող, կամ կեսարյան հատումով պետք է ծնվի, կամ բնական ճանապարհով պետք է ծնվի, կամ կենդանածին պետք է լինի, կամ մեռելածին պետք է լինի, կամ տղա պետք է լինի, կամ աղջիկ պետք է լինի։ Եվ խնդիրը հետևյալն է, ես պատահական չի, որ ամեն տասնյակ անգամ ես ամբյոնից Սերժ Սարգսյանի ապրիլյան խոսքերն եմ մեջ բերել 2018 թվականի։ Այն բանը, որ մենք այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա կներեք աբսուրդ մոտեցում է։ Եվ այնուամենայնիվ շատ կարևոր է արձանագրել մի հարցի, այնուամենայնիվ ինչ որ տեղի ունեցել ինչ է, տեղի ունեցածը ինչ է և ինչ է նշանակում, ինչքանով է ճիշտ և ինչքանով է սխալ։ Ես այս վերջերս բոլորովին ուրիշ առիթով արձանագրեցի, որ ես վերջին առնվազն 4 տարում ամեն օր ինքս ինձ հարցեր եմ տվել և այդ հարցերին փորձել եմ պատասխանել։ Եվ ես ուզում եմ ինչ-որ առումով այդ պատասխանի մի հատվածը կիսել նաև խորհրդարանի և հանրության հետ։ Այնուամենայնիվ ինչ է տեղի ունեցել 2019 թվականին և ինչքանով է դա ճիշտ և ընդհանրապես այն քաղաքականությունը, որը մենք վարել ենք, կամ լավ, որը ես վարել եմ, ինչքանով է ճիշտ եղել այդ քաղաքականությունը և ինչքանով սխալ։ Ես ուզում եմ ձեզ էլի իմ տպավորությունը ասել, հասկանալիորեն չհավակնելով բացարձակ ճշմարտություններ կրողի դերին, եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը, կամ ինչպես ես պատկերավոր ասացի, այդ իրավիճակը կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ։ Եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումը ի սկզբանե արդեն սխալ էր։ Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն է և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ
պետություն ունենալու շանս է տալիս։ Էլի ուզում եմ բառերը ճիշտ գնահատենք։ Ես ասում եմ պետություն ունենալու շանս է տալիս։ Հետևաբար շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը եւ հնարավորությունը։ Ես 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, այս ամբիոնից հայտարարել եմ։ Ասել եմ, եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա 100-ամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել եւ ստեղծում։ Եվ ահա 2 տարի անց ես կանգնած եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամբիոնին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր եւ ռազմավարական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վարքյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև այո, այն մարտահրավերները, որոնք մենք ունեինք 2 տարի առաջ, այդ մարտահրավերների մի մասը, մի զգալի մասը, դարձել են էականորեն ավելի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որը որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգնահատակ, ազգ-բանակ բանաձևերը եւ ավելի ու ավելի ամուր կանգնենք պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը ապահովելն է, ահա մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա, այս տեսլականի, այս հայեցակարգի վրա եւ քայլ-քայլ զգուշորեն ինքներս մեզ հաշիվ տալով, որ դեռևս շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջոցով, կարողանանք հաղթահարել այս ականապատ դաշտը եւ միջավայրը եւ հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասել, որ մենք ահա երաշխավորեցինք մեր պետության լինելիությունը առաջիկա 100-ամյակի ընթացքում։ Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե հերթական տեսլականն եմ ձևավորում ապագա սերունդների համար։ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխնախագահ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, սիրելի ժողովուրդ։ Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու, ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա 100-ամյակի ընթացքում։ Շնորհակալ եմ եւ խնդրում եմ բոլորիդ կողմ քվեարկել 2025 թվականի պետական բյուջեին։ Շնորհակալ եմ։